սնկերը տարածված են աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Դրանք փոխանցվում են մարդուց մարդուն, կենդանուց կենդանուն, ինչպես նաև կարող են մարդուն փոխանցվել արտաքին միջավայրից։ Սնկերի 1.5 միլիոն տեսակ կա եւ 69000 ենթատեսակ։ Դրանցից մարդու համար ախտածին են 500-ը։ Սնկերի նկատմամբ իմունիտետ չի ձևավորվում։ Մարդը հիվանդանում է ամեն անգամ, երբ որ վարակվում է։ Բարի լույս, եթերում առողջ առավոտն է։ Այսօր մեր թողարկման ժամանակ կխոսենք մաշկի սնկային հիվանդություններից։ Սնկային հիվանդությունները, հատկապես ոտնաթաթի, շատ հաճախ ուղեկցվում են քրտնարտադրությամբ եւ տհաճ հոտով։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ հասկանալ, թե սնկային հիվանդություններից բացի այլ որ հիվանդությունները կարող են ոտքի տհաճ հոտի պատճառ լինել։ Ոտքերի հաճախակի քրտնելը եւ տհաճ հոտը ոչ միշտ են պայմանավորված դրանց տիրոջ կամ տիրուհու ոչ մաքրասեր լինելով։ Տհաճ հոտի պատճառը կարող է լինել առողջական խնդիրը, անպայման պետք է այցելել բժշկին, քանի որ հնարավոր է, որ օրգանիզմը նման ձևով ահազանգում է որևէ հիվանդության մասին։ Ոտքերի շատ շուտ քրտնելը եւ տհաճ հոտը կարող են նշանակել, որ մարդը երիկամի խնդիր ունի։ Երբ երիկամները չեն կարողանում կատարել իրենց հիմնական ֆունկցիան, այսինքն հեղուկների, շլակների, տոքսինների հեռացումը, ապա դրանք կուտակվում են օրգանիզմում եւ իջնում են ներքև։ Ոտքերը սկսում են ավելի արագ քրտնել եւ առաջանում է տհաճ հոտ։ Ոտքերի տհաճ հոտի պատճառը կարող են լինել նաեւ թոքաբորբը, տուբերկուլյոզը, մաշկային եւ ներզատիչ համակարգի որոշ հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ վահանագեղձի գերֆունկցիան եւ օրգանիզմում կալցիումի անբավարարությունը եւ այլն։ Հիվանդություններից զատ դրան կարող են նպաստել նաեւ փակ եւ շատ կիպ, եղանակային պայմաններին չհամապատասխանող կոշիկները, ոտքերի սխալ խնամքը, սթրեսները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Մաշկի սնկային հիվանդությունների դրանց առաջացման պատճառների մասին կխոսենք մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Բարի լույս Հովհաննես։ Բարի ձեզ։ Ինչպես են փոխանցվում մաշկի սնկային հիվանդությունները մարդուն։ Սնկային հիվանդությունները փոխանցվում են թե անմիջական կոնտակտի ժամանակ, այսինքն մաշկ-մաշկ շփման ժամանակ, թե միջնորդված ինչ-որ առարկաների միջոցով։ Եթե օրինակ գլխի մազածկաթվածի սնկային ախտարումներն են, ապա գլխարկներ, գլխաշոր, տարբեր պարագաներ, որոնք սաներ, մկրատներ, չգիտեմ, ցանկացած պարագա, որը գլխի հետ կարող է շփվել։ Եթե մարմնի օրինակ աճուկային հատվածին բնորոշ սնկային ախտարումներ են, ապա բոլոր են առարկաները, հագուստը, որը կշփվի աճուկային հատվածի հետ, եւ իհարկե առանձին ոտնաթաթերը, ասենք ամենավորպես ամենահաճախ հանդիպող խնդիր իհարկե կոշիկներն են, տարբեր գուլպաներ, ցանկացած բան, որը շփում ունի մաշկի հետ։ Ցանկացած գործվածքի վրա սունկը կարող բավականին երկար պահպանվի, մինչև մի քանի շաբաթ կարող է սունկը պահպանվել եւ հեշտությամբ փոխանցել։ Ինչպես տարբերակել այս հիվանդությունը, ինչ ախտանշաններ ունի այն։ Մարմնի տարբեր հատվածների սնկային ախտարումներ ունեն տարբեր ախտանշաններ։ Որպես ընդհանուր կարող ենք նշել քորը։ Իհարկե քորը շատ սաստիկ չի, պարզապես ինչ-ինչ պայմաններում սրվող, օրինակ նյարդային լարվածության ժամանակ ավելի սրվող։ Սա մեկ, եւ երկրորդը մաշկին բնորոշ ախտահարմամբ կարմրություն, հանգուցիկներ, թեփոտում։ Բայց մարմնի տարբեր հատվածներում էլի տարբեր կլինի։ Օրինակ գլխի մազածկաթվածի ախտահարման ժամանակ ունենք մազեր, որոնք կոտրտվում են տարբեր մակարդակների վրա։ Ունենք սնկային ախտարումներ, որոնք բերում են մազաթափության։ Մեկ այլ հատվածներում, օրինակ ոտքի ախտարումների ժամանակ առաջի պլան են գալիս թեփոտումը, աննշան ալերանման թեփոտում եւ իհարկե քոր, որը անընդհատ հիվանդին կանհանգստացնի։ Եղունգների ախտահարումը դեղնում են եղունգները, հաստանում են, մի դեպքում բարակում կոտրտվում են, այսինքն բավական մեծ սիմպտոմներ, որոնք կարող են այլ հիվանդությունների հետ նույնպես խառնել։ Եվ միակ հնարավորությունը ճիշտ գրիտ ախտորոշելու սնկային ախտարում դա լաբորատոր հետազոտությունն է։ Իսկ ինչը կարող է նպաստել, ասենք, իմունիտետի ցածր լինելը կարող է նպաստել սնկային հիվանդությունների առաջացմանը։ Իհարկե, ցածր իմուն համակարգը, ոչ ակտիվ իմուն համակարգը կնպաստի սնկային հիվանդությունների զարգացման, բայց ամենակարևորը պետք է սունկ վարակվել։ Այսինքն ո՞նց ենք վարակվելու։ Վարակվելու ենք հիվանդ մարդու հետ շփվելուց, այսինքն եթե տեսնում ենք հիվանդի մոտ այն մարդու հետ, որ շփվում ենք, մաշկի ինչ որ ախտահարում, փորձենք մեզ պաշտպանել։ Իհարկե, տեսականորեն մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ հիվանդի մոտ տեսնեք մարմնի վրա ինչ-որ ցանարում, գնաք փաթաթվեք, կպնեք, հա, դրա համար անմիջական վարակումը շատ ավելի հազվադեպ է լինում։ Միջնորդվածը շատ հաճախ։ Օրինակ խանութներում զեղչային սեզոնի հայտարարումը, մեծ քանակությամբ մարդիկ գալիս են, փորձում են տարբեր տեսակի հագուստներ, այդ հագուստը առանց մշակվելու նորից հետ են բերում, կախում են, եւ եթե ինչ-որ մեկի մոտ լիներ սնկային ախտահարում, իհարկե վարակելիությունը 100% չի, բայց շանսերը բավականին մեծանում են։ Իսկ հնարավոր է, եթե այդ մարդու իմունային համակարգը շատ բարձր լինի եւ նա չվարակվի, դա օգնի իրեն։ Դրա համար էլ 100%-անոց չի վարակում։
Կամ օրինակ մի ուրիշ տարբերակ, նույն սպորտի եւ այդ լողավազանների շատացումը քաղաքում։ Պարզագույն հիգիենայի կանոններ, այսինքն անձնական լողաթափեր, հողաթափեր, հա, որպեսզի չշփվել, ոտքերը բաց չշփվեն ախտահարված մակերևույթի հետ, կամ պրոցեդուրաներից հետո մաշկի ամենահասարակ օճառով մշակումը կարա պաշտպանի սնկային հիվանդություն ձեռք բերելուց։ Իսկ ինչպես է բուժվում հիվանդությունը եւ կրկնվելու հակում ունի։ Բժիշկները, մաշկաբանները շատ ուրախանում են, երբ որ հիվանդի մոտ սնկային հիվանդություն են հայտնաբերում։ Ինչի, որովհետեւ շատ քիչ դեպքերից մեկն է, երբ որ կարող ենք խոսել վերջնական ապաքինման մասին։ Այսինքն լրիվ վերացնենք հիվանդությունը առանց որևիցե հետևանքների։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է դեղամիջոցների, կան եւ ընդհանուր օգտագործման դեղամիջոցներ եւ տեղային օգտագործման դեղամիջոցներ, բայց շատ կարեւոր մի բան, շատ հաճախ այդ դեղամիջոցները օգտագործվում են առանց ցուցման։ Այսինքն հիվանդը ինչ որ մի բան տեսնում է մաշկի վրա, այդ ինչ որ մի բանը քոր է գալիս, ուրեմն վերջ, դա սնկային ախտահարում է, դեղատանը աշխատում է մեր ծանոթը բարեկամը կամ չգիտեմ մարդուն, որ վստահում ենք, եւ նա առաջարկում է լավագույն հակասնկային միջոցը, որը որոշ ժամանակ օգտագործելուց հետո մենք երբեմն չենք ստանում էֆեկտ, ոչ թե որ դեղամիջոցը լավը չէր, այլ մեր մոտ չկար սնկային ախտահարում։ Եվ հետո դու ստիպված ես լինում մի քանի շաբաթ սպասել, առաջի անգամ անել հետազոտություն, համոզվել, որ ստեղ սնկի հետ գործ չունենք, նոր բուժում իրականացնես։ Դրա համար էլի ցանկացած հիվանդությունների ժամանակ սա ասում ենք, ցանկացած գանգատի այդ գալու դեպքում դիմել բժիշկի։ Ոչ մի դեպքում չփորձել ինքնուրույն։ Երբեմն գալիս են հիվանդներ, որոնք շատ պարզ սնկային ախտահարումը իրենց սխալ օգտագործած դեղամիջոցներով դարձնում են շատ դժվար բուժվող ինչ-որ պրոցես։ Եվ բուժման արժեքն է շատանում, դեղամիջոցների հաշվին իհարկե, եւ տևողությունը, եւ արդյունավետությունն է իհարկե նվազում։ Դրա համար հետեւել հիգիենայի կանոններին, որպեսզի թույլ չտալ սունկ ձեռք բերել, եթե կա ինչ-որ ախտահարում, որը ձեզ անհանգստացնում է, անպայման դիմեք բժիշկի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ուշադիր լինելով ձեր առողջության նկատմամբ, հետևելով հիգիենայի տարրական կանոններին, կարող եք զերծ մնալ բազմաթիվ հիվանդություններից, առողջ եղեք։